Արսեբու աբերա ասադրյան մուզեի մի քանի վարգանեն գարելի է տեսել գենսակրությունը ուր զներեք ինչ է ծեր ուրեմն ասպարեզը հայ եկեղեցի եւ ուդերեն ուր որ այնմակ ռոման քաղաքի ռոման սյուրիզեր քաղաքի հովիվն եք գնաք մի քանի բարերով բացատրել Շուշտ իհարկե ծնվել եմ Հայաստանում 1979 թվականին նախնական կրթությունը ստացել եմ ռուսական դպրոցում Այնուհետև ընդունվել եմ Գևորգյան հոգևոր ճեմարան, ուսանել եւ ավարտել եմ ճեմարանը, որից հետո 2003 թվականին ձեռնադրվել եմ Սարգսավաք եւ ամբողջապես անցել ծառայության հայ եկեղեցու հանդաստանում։ Ծառայել եմ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի լրատվական բաժնում, այնուհետև Վեհափար Հայրապետի օրհնությամբ մեկնել եմ զինված ուժեր, որտեղ ծառայել եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում իբրև գնդերեց, իբրև հոգևոր սպասավոր զորամասի ծառայությունից, զինվորական ծառայությունից հետո նորից վերադարձել եմ Մայրաթոր եւ Վեհափար Հայրապետի օրհնությամբ, տնօրինությամբ 2007-ից մինչև 2009 թվականները սովորել եմ Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի հոգևոր բարձրագույն ակադեմիայում, ուսումնառությունս այնտեղ եմ շարունակել, այնուհետև նորից վերադարձել եմ Հայաստան Ծառայության անցել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի լրատվության բաժնում 2025 թվականին Վեհափար Հայրապետի օրհնությամբ ձեռնադրվել եմ կուսակրոն քահանա եւ իբրև ձեռնադրյալ հոգևորական Վեհափար Հայրապետի տնօրինությամբ նշանակվել եմ Ֆրանսիա հոգևոր ծառայությունս շարունակելու համար Ֆրանսիայում Իսկ Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գրիգոր Սրբազանի տնօրինությամբ նշանակվել եմ Շավրոյի Սուրբ Նշան եկեղեցու հոգևոր հովիվ, ինչպես նաև Ռոման Սուրբ Իզերի հոգևոր հովիվ։ Okay, ուրեմն երկու բան ունեք, երկու եկեղեցիներ ունեք, թե Շավյո, թե Ռոման Սյուրիզեր։ Ինչ է ծեր ուրեմն կաուտին շոշափեցի կաուտին աստե դվյալներ Ռոման Սյուրիզերի կաուտը, հայ կաուտը Տիվով շատ մեծ չէ, ինչ է ծեր գարձիկը կաուտի համեմատ կամ իրենց հոգևորական ասպարեզ ավելի։ Կարելի է հստակ ասել, որ գաղութը ձևավորված է, քանի որ մինչ իմ նշանակվել է այս գաղութ, բարեբախտաբար գաղութը ունեցել է հոգևորական եւ որոշակի աշխատանքներ է իրականացրել, որի շնորհիվ գաղութը պահպանվել է, գաղութը միասնական է, այո փոքր է, բայց թիվը կարեւոր չէ։ Կարևոր է, որ հոգևորականը իր ծառայությունը իրականացնե թեկուզ քիչ թվով մարդկանց համար, հայ հավատացյալներու համար եւ իմ առաքելությունը իբրև հոգևորականի այդ է, որ ես իմ ծառայությունը իրականացնեմ այն գաղութների մեջ, որտեղ որ նշանակված եմ, սիրով պատրաստակամ եմ իմ հոգևոր ծառայությունը, իմ պաշարած գիտելիքները, իմ փորձառությունը բերելու այս գաղութին համար օգտակար լինելու այս գաղութին, որպիսի հայությունը մնա հայ, որպիսի Աստված այս գաղութի կողմեն չմոռացվի եւ գաղութը շարունակի ապրել, ծաղկել եւ բարգավաճել։ Ձեր առաջին ուրեմն կորզնյությունն է Ֆրանսայի մեջ, ինչ է ձեր գարձիկը Ֆրանսայի հայգան կարտոջախներու վերաբերյալ, եթե կարելի է, եթե մի քանի բաներ ըմբռնեցիք։ Ճիշտ ասած Ֆրանսիայի մեջ շատ գաղութներ չեմ եղել, առիթ եմ ունեցել լինելու Լիոնի գաղութում, որը շատ մեծ տպավորություն է թողել ինձ վրա, եւ բնականաբար իմ երկու գաղութներն են, ինձ վստահված գաղութներն են, որոնցից ես եւս շատ լավ տպավորություն եմ ստացել, բայց հստակ է, որ աշխատանք կա տանելու, հոգեվոր աշխատանք կա տանելու եւ ինչպես քիչ առաջ ասեցի, ես պատրաստ եմ այդ աշխատանքը տանելու, իմ հոգեվոր ծառայությունը բերելու, գաղութը ինձ վստահված գաղութել ավելի միավորելու, որովհետեւ կարիքը կա, մարդիկ դրա կարիքը ունեն, հոգեվոր խոսքի, Աստծո ներկայության, հոգեվոր կյանքի կարիքը ունեն։ Իսկ նայեցեք ինչպես աս Ռոման Սյուրիզի կաղութը միությունը Ամիկալ Դեզարմենյան որոսենք ծեր յետևը խաչկար գա եւ Սևան սրահն է ասենք հանրազանոթ սրամն է որ են գազմագերբեն կաղութային կորցերը դուք ունիք Սուրբ Նիկողայոս եկեղեցին Էգլիզ Սան Նիկոլա
Այո։ որ ուրեմն ամիս մեկ անգամ կարծեմ ծեր պիտի ամիս մեկ անգամ 13 սեպտեմբերին հաջորդը Այո։ ծեր ուրեմն ասենք բատկամը բիտակ Այո։ պիտի ասենք գազմարգեբեք ծեր Անհամբեր կսպասեմ այդ օրվան եւ շատ Okay. յուրահատուկ օր է, ինչու որովհետեւ այդ օրը մեր եկեղեցու տաղավարտոններից վերջինն է, 5-րդը, սուբ խաչվերացի տոնն է, սուբ խաչի վերացման տոնն է, շատ մեծ, կարևոր եւ մեր ժողովրդի կողմից սիրված տոն է։ Անհամբեր կսպասեմ, որպեսզի գամ այս գաղութ, իմ պատարագը մատուցեմ, շփվեմ, խոսիմ ժողովրդի հետ, տեսնեմ ով ինչ կարիք ունի, ովքեր որ կարիք ունի։ շնորհակալություն ուրեմն հաջողություն մերսի